Smart հեռախոսի բացակայությունը չի կարող խանգարել քաղաքացուն զրկվել իրեն հասանելիք ապահովագրությունից, ազգային ժողովի քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Եթե անձը չունի smart հեռախոս, ապա պոլիկլինիկայում նրանց ուրեմն բժիշկը բացում է այդ արմեդը իր արդեն տեսանելի դաշտերը եւ այնտեղ է համաձայնության կոճակը սեղմում ներկայացնելով պացիենտին եւ այսպես իրականացում։ Այսինքն այստեղ էլ որևէ խնդիր չկա։ Եթե չունի մարդը smart հեռախոս, դա չի նշանակում, որ նա այս երաշխիքից ինչ որ առումով խնդիր կունենա օգտվելով։ Պետությունը ապահովագրում է մինչև 18 տարեկան, 65 եւ բարձր տարիքի, 18-ից 65 տարեկան առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին։ Բյուջեից փոխանցվող վճարի չափը կազմում է 129,600 դրամ։ Ապահովագրությունից կարող են օգտվել ոչ միայն նշված, այլ նաեւ գրանցված աշխատողներ, Հայաստանի քաղաքացի եւ ռեզիդենտ հանդիսացող քաղաքացիներ, ծառայություն մատուցողներ եւ այլ խմբեր։ Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ընտանիքի 10-րդ զավակը։ Լուրը հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նշել, որ 3,5 կիլոգրամ քաշով 51 սանտիմետր հասակով փոքրիկն ու մայրիկը լավ են զգում իրենց եւ առաջիկայում դուրս կգրվեն։ Ռուսաստանի արտգործնախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի ղեկավար Վլադիսլավ Մասլենիկովը 10-ի հետ զրույցում զգուշացրել է, որ Եվրամիության հետ մերձեցման որոշակի փուլում Բրյուսելը Երևանից կպահանջի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում հակառուսական հարցերում։ Դիվանագետի խոսքով Եմեն ցանկացած թեկնածու երկրից պարտադիր պահանջում է միանալ իր արտաքին քաղաքականությանը, որն այսօր բացահայտ հակառուսական ուղղվածություն ունի։ Մասլենիկովը նշել է, որ նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջների բավարարումը չի երաշխավորում անդամակցություն Եմեին, իսկ հնարավոր անդամակցությունն էլ չի ապահովում երկրի բարգավաճումը։ Ըստ ռուս դիվանագետի, Երևանի հարկադիր մերձեցումը Եվրոպայի հետ կարող է բացասաբար անդրադառնալ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների եւ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների վրա։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել, որ Եմեն վերափոխվում է ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ գիտակցում է այս գործընթացի ռիսկերը։ Միաժամանակ Մասլենիկովը նշել է, որ Մոսկվան հարգում է պետությունների ինքնիշխան իրավունքը ընտրելու իրենց տնտեսական միավորումները, սակայն Բրյուսելն արդեն սկսել է Երևանին պարտադրել չափանիշներ, որոնք հակասում են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։ Զվարթնոց օդանավակայանում չեղարկվել են մի քանի չվերթներ։ Ըստ կայքում հրապարակված չվացուցակի տվյալների չեղարկվել է Կրասնոդար-Երևան չվերթը, ինքնաթիռը Երևանում պետք է վայրեջք կատարեր 13:45-ին։ Չեղարկվել է նաև Թեհրան-Երևան 2 չվերթ։ Զվարթնոց օդանավակայանից դեռևս չեն մեկնաբանել, ինչով է պայմանավորված թռիչքների չեղարկումը։ Ցածր ջերմային ֆոնով առանձին հատվածներով նաև մառախուղով։ Վաղվանից Հայաստանին միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ձնաբեր ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը ներառյալ, հայտնել է հիդրոթերապևտաբան Գագիկ Սուրենյանը։ Վաղը երեկոյան ժամերից սկսած մինչև փետրվարի 4-ը հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ, հիմնականում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում նաև կդիտվի քամուշ գնացում մինչև 17-ից 20 մետր վարկյան արագությամբ, բուք ցածր հորիզոնական տեսանելիություն, բայց քանի որ այդ ցիկլոնը գալիս է միջերկրական ծովից, այն հարավ-արևմուտքից իր հետ բերում է տապոթային հոսանքներ, ինչի արդյունքում վաղը ցերեկային ժամերից սկսած մինչև փետրվարի 3-ը ներառյալ հանրապետության ողջ տարածքում, այդ թվում նաև Արարատյան դաշտում ու Երևանում օդի ջերմաստիճանը այս օրերի համեմատ կբարձրանա մոտ 7-ից 8 աստիճանով։ Իրան-ԱՄՆ հակամարտությունը թևակողել է վտանգավոր փուլ։ Վաշինգտոնը սեղանին է դրել ռազմական գործողություններ իրականացնելու նոր տարբերակներ։ Եվրամիությունը պաշտոնապես ահաբեկչական կառույց է ճանաչել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Սա նշանակում է, որ կառույցը հայտնվել է նույն ցանկում, ինչ Ալ-Քաիդան եւ Համասը։ Սահմանափակումներ են կիրառվել Իրանի ներքին գործերի նախարարի, գլխավոր դատախազի եւ ուժային կառույցների այլ պաշտոնյաների նկատմամբ։ ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական էր ճանաչել դեռևս 2019 թվականին։
Այս ամենին զուգահեռ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է, որ Իրանին հասանելի են ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ամբողջ ռազմական ենթակառուցվածքները։ Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իրանը հայտարարել է Օմանի ծոցում եւ Հնդկական օվկիանոսում խոշոր զորավարժությունների մեկնարկի մասին։ Իրանի ռազմածովային ուժերին կմիանան Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմանավերը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանում վերջին իրադարձությունները։ Բայրամովը շեշտել է, որ Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Նրա խոսքով Ադրբեջանը ձեռնպահ կմնա Իրանում լարվածության սրմանն ու հարցի արագ կարգավորմանը խոչընդոտող քայլերից։ Իրանի կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում։ Ենթադրվում է, որ ինքնաթիռում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն է եղել։ Սա տեղի է ունենում Միացյալ Նահանգների Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու ֆոնին։ Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրանի ներկայիս վարքագիծը համարում է անընդունելի։ Նա ուղերձ է հղել Թեհրանին, պահանջելով հրաժարվել միջուկային զենքի ստեղծումից եւ դադարել սպանել ցուցարարներին։ ԱՄՆ-ն տարածաշրջանում տեղակայել է խոշոր ռազմածովային ուժեր, բայց ակնկալում ենք խուսափել դրանց կիրառությունից, հայտարարել է Թրամփը։ Թրամփը Միացյալ Նահանգներում արտակարգ դրություն է հայտարարել Կուբայի սպառնալիքների պատճառով։ Սպիտակ տունը հրապարակել է հրամանագիր, ըստ որի որոշումը կայացվել է երկրի ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերը կանխելու նպատակով։ Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել էր, որ իրենք չեն պատրաստվում ենթարկվել ԱՄՆ-ին եւ պատրաստ են անգամ պատերազմի։ Այս հայտարարությունից հետո երկրում պատերազմական դրություն էր հայտարարվել ընդդեմ Միացյալ Նահանգների։ Ավելի ուշ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր, որ իրենց նպատակը մեջբերում բռնապետ Մադուրոյին ձերբակալելն ու երկիրը նրանից ազատելն է, սակայն եթե Կուբան գնա ծայրահեղ քայլերի, կստանա համարժեք պատասխան։ Також і значна кількість аварій. Ուկրաինայի բանակցային թիմը գրեթե ամենժամյա ռեժիմով կապի մեջ է միջազգային գործընկերների հետ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, շեշտելով ամերիկյան կողմի հետ ընթացող ինտենսիվ քննարկումները։ Նա շեշտել է, որ Ուկրաինան առանց մարտի չի տա Դոնբասն ու Զապորոժիեի ատոմակայանը։ Բացի այդ, նա հրաժարվել է մեկնել Մոսկվա բանակցությունների եւ չի բացառել, որ Աբու Դաբիում նախատեսված նոր հանդիպումը կարող է հետաձգվել։ Ուկրաինական կողմը վերահաստատել է, որ բաց է հանդիպումների եւ կարևոր որոշումների կայացման համար։ Те, що є у наших партнерів на складах. Կիևը ակնկալում է, որ գործընկերները թե Եվրոպայում, թե Միացյալ Նահանգներում եւ թե այլուր կցուցաբերեն առավելագույն արդյունավետություն տևական խաղաղություն հաստատելու համար։ Զելենսկին առանձնակի շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ուկրաինական էներգետիկ համակարգի դեմ իրականացվող հարվածները կասեցնելու համար։ Чернігів, Суми, Київщина. Ռուսաստանում ձյան առատտեղումները եւ ցուրտ եղանակը դեռևս չեն նահանջել։ Մոսկվայի մարզում երթևեկությունը կատվածահար է եղել։ Ավտոբուսների համար կանգառներում հսկայական հերթեր են առաջացել։ Մարդկության համար պոտենցիալ բնակելի մոլորակ է հայտնաբերվել, հայտնել է The Guardian-ը։ Ըստ թերթի Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից եւ ԱՄՆ-ից մի խումբ գիտնականներ այդ մոլորակում հայտնաբերել են նոր մոլեկուլ պրոաստղերի շուրջ միջաստղային սառույցներում։ Մոլորակը երկրից 146 լուսնային տարի հեռավորության վրա է գտնվում ու իր չափերով մեծ է երկրից ընդամենը 6%-ով։ Ըստ գիտնականների, մոլորակը պտտվում է աստղի շուրջ, որը նման է արեգակին։ Հետազոտողները, որոնց խոսքերը մեջբերել է թերթը, ընդգծել են, որ մոլորակը 50% հավանականությամբ գտնվում է իր աստղի բնակելիության գոտում եւ նրա շուրջ պտույտ է կատարում 355 օրում։ Այդ աստղը ավելի սառն ու աղոտ է արեգակից, ուստի ջերմաստիճանը մոլորակի վրա կարող է իջնել մինչև -70, նշել է պարբերականը։ Հետազոտական աշխատանքի հեղինակներից մեկի դոկտոր Չելսի Հուանգի կարծիքով, մոլորակն ապագայում կարող է դառնալ ամենաառաջնահերթ օբյեկտը դիտարկման համար։